Բարգավաճ Հայաստան կուսակցության լրությունը նախագահական ընտրությունների շեմին քաղաքական գործիչներն ու քաղաքագետները պայմանավորում են երկրի նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետին փոխելու հավանականությամբ։ Թե ինչ քաղաքական ճակատագրի կարժանանա Տիգրան Սարգսյանը, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը դժվարացավ պատասխանել։ Վարչապետի պաշտոնը հանդիսանում է ՀՀԿ-ԲՀԿ բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկը, եւ հասկանալի է, որ եթե այդ երկու կուսակցությունները ինչ որ համաձայնության գան, ապա ըստ քաղաքագետի դա կընթադրի, որ առնվազն եթե ոչ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը, ապա որևէ մեկը, ով ընդունելի կլինի այդ կուսակցության կողմից, կգրավի վարչապետի պաշտոնը։ Բայց մյուս կողմից նաև հասկանալի է, որ եթե ԲՀԿ-ն որոշի, ասենք, իր թեկնածով մասնակցել ընտրություններին, ապա եթե հաղթի գործող նախագահան, այդ դեպքում ես կարծում եմ, որ ինքն է որոշելու, թե բնականաբար ով լինելու վարչապետ, եւ այդ դեպքում ես այդքան էլ կտրուկ չէի ասի, որ Տիգրան Սարգսյանը կլքի իր պաշտոնը եւ այլ գործոններ կարան աշխատել։ Բարգավաճ Հայաստանը, եթե պաշտոնի խնդիր ունի, սա մեր պետական շահերից դուրս գտնվող խնդիր է։ Սա ներքին խմբակային իշխանության լծակ ձեռք բերելու հարց է։ Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ գործող նախագահին կրկին Բաղրամյան 26 գնալուց առաջ ձեռնտու է կատարել քաղաքական դաշտում իրեն այլընտրանք հռչակած Բարգավաճ Հայաստան կուսակցության որոշ պահանջները, քանի որ ինչպես քաղաքագետը նշեց, դրանով իսկ հանրապետական կուսակցությունը իրեն կապահովագրի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ական հնարավոր հակառակորդ ունենալու վտանգից։ Մինչդեռ քաղաքագետ Արման Մելիքյանը համոզված է, որ եթե անգամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախագահական ընտրություններում հանդես գա սեփական թեկնածուով, ապա դա չի խանգարի գործող նախագահային վերընտրվելու հարցում։ Ես կարծում եմ այդ մասին որոշումը, եթե կայացվի, կհայտարարվի ընտրություններից հետո, որպեսզի այդ որոշումը չներազդի ընտրություններ միջոցառման բարեհաջող ավարտին։ Ես կարծում եմ, որ այո, այդ քայլով բավականին հետաքրքիր, կասեի, թեկնածու կարելի է շարքից հանել, այդպես ասեմ, ավելի պարզ ասեմ, շարքից հանում ես հնարավոր մրցակցու, այսինքն ընտրություններից առաջ թույլատնում ես կոնկրետ այս կուսակցության, ասենք, դիրքերը հասարակության մեջ։ Այն, որ կառավարության հետ Բարգավաճ Հայաստանի ջրերը մի առվով չեն հոսում, փաստ է, բայց որ Բարգավաճ Հայաստանը վարչապետի պաշտոն է պահանջում, որևէ մեկը հստակ չի կարող փաստել, քանի որ հրապարակային հայտարարություն կուսակցության կողմից չի եղել, մեծ զրույցում նշեց Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ավելացնելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում իր մարտավարությունը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, եւ որ Բարգավաճ Հայաստան կուսակցության լրությունը հենց դրանով է պայմանավորված։ Խորհրդարանի մեծամասնությամբ է պայմանավորված վարչապետի անձելնելը ըստ անձի խնդիրը ըստ սահմանադրության եւ օրենքի, եւ եթե հանրապետականը չունի անվստահություն իր վարչապետի նկատմամբ, կարծեք թե որևէ խնդիր չի առաջանում։ Ինչպես նշեցին քաղաքագետները, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի լինել-չլինելու հարցը կհստակեցվի միայն այն ժամանակ, երբ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները հստակեցնեն իրենց դիրքորոշումները եւ հանդես գան ազնիվ պայքարով։ Էմապայլյան, Գոռ Հովհաննիսյան, Գալա Նյուս։